Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբո ամեն։ Դյարն մերո Հիսուսի Քրիստոսի հրաշափար հարության այս արաբոդուն Անտիլիասի մայրաբանքին մայր դաջարի սրբազան խորանեն գողջունեմ մեր ժողովրդի աշխարհացրիվ զավակները Քրիստոս հարյալ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսին Քրիստոսի հարության տոնին նշումը ըստ էության կյանքին փարապանանքն է կյանքի դոնախմբությունն է կյանքին հաղթանակն է մահվան թեմ Աստված կյանք տվավ մարդուն կյանքը Աստուծո ստեղծագործությունն է ոչ մահը հետևանք է մեղքին ինչպես Աստվածաշունչը կվկայե կյանքին ներկայությունը Աստուծո ներկայությունն է Աստվածաստեղծ կյանքը հեռացած էր մարդեն եւ մարդը չարին մեղքին ու մահվան դիրաբեդության տակ էր Քրիստոսի առաքելությունը մարդուն կյանք տալ էր Քրիստոս եկավ ինչպես ավետարանը կվկայե կյանք տալու ոչ սովորական կյանք այլ այնպիսի կյանք ուր Աստված ճարակայթող ներկայություն է իր առաքելության ընթացքին Քրիստոս մնայուն երբով շեշտեց թե մարդը որ հեռացած էր Աստուծմե եւ Աստվածաստեղծ կյանքեն կարիքը ուներ իր մեջ վերականգնելու վերաստեղծելու կյանքը եւ ահա Քրիստոս կարևորությամբ շեշտեց ասելով ես եմ կյանքը ես եմ ճամփան թեպի ճշմարիտ աստվածային կյանք առաջնորդող այս էր Քրիստոսի առաքելության նպատակը ոչ կողքոթա այլ հարություն Քրիստոս կողքոթա բարձրացավ խաչ ելավ ինչպես մենք հաճախ եկեղեցվո շարականին ընթացքին գսենք մահով մահը հաղթելու խաչով հարություն գերդելու կյանքը աստվածային բարգև էր այդ կյանքը հեռացած էր մարդեն Քրիստոս իր հարությամբ մարդուն մեջ վերաստեղծեց կյանքը ոչ միայն մարդուն մեջ այլ ամբողջ աշխարհի մեջ
Քրիստոսի հարությունը մարդու մեջ ճշմարիտ մարդու վերաստեղծումն է, միաժամանակ ամբողջ դիեզերքին։ Քրիստոնեական հասկացողությամբ մահ և կյանք չեն կրնար կոյակցիլ, ինչպես չարը և պարին, լույսը և մութը, քրիստոնեությունը գմերժե նման կոյակցություն, Աստված կյանք ստեղծեց, լույս ստեղծեց, պարին ստեղծեց, և այդ բոլորը հեռացած էին մարդեն մարդուն պատճառով, մարդուն մեղքին պատճառով, մարդը նախընտրած էր այն ինչ որ իր փառքը, շահը գուզեր, հեռացած էր աստվածային լույսեն, աստվածային փառիքներեն, աստվածային կյանքեն, Քրիստոս իր հարությամբ մեզի վերստին կյանք տվավ։ Քրիստոնեությունը կյանքի գրոն է, այնպիսի կյանքին, այնպիսի որակ ունեցող կյանքին, ուր Աստված ներկայություն է, ստեղծող, պահող, պահպանող, առաջնորդող, պաշտպանող, խնամող, բժշկող ներկայություն։ Մարդկային կյանքը կգործընծնե իր իմաստը, իր հարազատ էությունը, իր նպատակը առանց Աստուծո ներկայությամբ։ Այդպես էր մարդը Քրիստոսեն առաջ։ Այս առաքելության համար Քրիստոս եկավ։ Շեշտեմ մարդուն մեջ աստվածաստեղծ, աստվածադիպ մարդը կյանքը վերականգնելու, վերաստեղծելու։ Եվ այսօր մենք երբ կնշենք Քրիստոսի հարության տոնը, մենք պետք է ողջունենք Քրիստոսի հարությամբ մեզի բարգեւած կյանքը, Աստված մեզի կյանք բարգևեց, որպեսզի այդ կյանքը մենք ապրենք, ոչ թե մեր անձերուն համար, այլ Աստուծո փառքին համար, որպեսզի մենք այդ կյանքը ապրենք, քալելով այն ճամփեն, որ Քրիստոս իր կյանքով և առաքելությամբ ցույց տվավ ասելով. Ես եմ կյանքը, ես եմ ճամփան։ Մենք այդ կյանքը սիրելիներ, որպես աստվածային պարգև, նաև ստացած ենք թարեր առաջ և հաճախ հպարտությամբ կսենք, թե մենք քրիստոնյա առաջին ժողովուրդ ենք, ինչ կարժե այդ մեկը հիշել, հիշեցնել, սորվիլ, երբ մենք հավատարիմ չենք, Աստուծո մեզի տված պարգևին, կյանքին, երբ այդ մեր կյանքը մենք չենք ապրիր մեր անձերեն վեր ու վե, սրբազան, հավաքական, նվիրական, քերակույն նպատակներուն համար, ոչինչ կարժե։ Այդ կյանքը ծնունդով կսկսի ու մահով քերեզմանի մեջ վերջ կգտնե, երբ մեր ապրած կյանքը
մենք չենք ապրած Քրիստոսին փերած կյանքի դիպարով Աստուծո համար, մեր ազգին համար, մեր հայրենիքին համար, մեր եկեղեցու համար, մեր փարոյական հոգևոր ազգային արժեքներու համար քրիստոնեական հասկացողությամբ կյանքը ինքնագետրոն ինքնանպատակ չի գրնարըլալ կյանքին սեփականատերը մարդը չէ կյանքը կպատկանի Աստուծո Աստված մեզի տված է կյանքը ապրելու համար ոչ թե մեր անձի նեղ բարունագեն ներս այլ ուրիշին համար եւ այդ ուրիշը կգրկնեմ Աստված է եկեղեցին է մեր ազգն է մեր նմանն է մեր թրացին է Քրիստոս իր հրաշափար հարությամբ ահավասիկ մեզ մեղրացած կյանքը վերստին փերավ մեզի որպես աստվածային պարգև որպես երկտային շնորհք եկենք տոնախմբելով Քրիստոսի հարությունը վերանորոգենք մեր կյանքը աստվածագետրոն կյանքը այդ կյանքը ապրելու համար աստվածային նպատակներուն ի խնդիր այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից ամեն